2018 թվականին Հայաստանը կոռումպացված էր։ Ըստ Transparency International կազմակերպության կոռուպցիայի ընկալման հարցմանը մեր համաթիվը 35 միավոր էր։ Դա նշանակում էր, որ մարդիկ երկիրը համարում էին կոռումպացված եւ արդարացիորեն։ Բայց հետո գործերը լավացան 2019-ին եւ 2020 թվականներին մեր նիշը բարձրացավ մինչև 49։ Դա ցույց է տալիս, որ կա որոշ առաջընթաց։ Մարդիկ հավատում էին, որ իրական փոփոխություն է եղել, բայց ահա թե ինչի մասին են խոսում այդ թվերը։ Եկեք տեսնենք, թե ինչով դա վերջացավ։ Հայաստանը մնում է եվրոպական երկրների միջին մակարդակից ցածր կոռուպցիայի ցուցիչով։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր։ Վրաստանը մեր հարևանը մեզանից բարձր է, Մոլդովան ավելի բարձր, նույնիսկ Ադրբեջանը որոշ ցուցանիշներով ավելի լավ վիճակում է։ Ստացվում է, որ հեղափոխությունը կանգ առավ կես ճանապարհին։ Սկսեց կարծես թե լավ, բայց խորքային փոփոխություններ չեղան։ Ինչու՞։ Եկեք հասկանանք 4 կոնկրետ պատմությունների օրինակով։